դեսպանն է պարզապես։ Բայց ում հետևից է եկել։ Ով որ արժանի է գնալու այնտեղ, որտեղ որ իրեն սպասում են մեղքերի քավության համար։ Շատ են այդ արժանիները։ Այսինքն այստեղ կանգնել եք անցորդների մեջ։ Բացարձակապես խոսքը հայ ազգը ոչնչացնողներին եւ Հայաստանը Թուրքիային սկուտեղի վրա մատուցողներին է ուղղված։ Հույսից կրոնից զրկողներ։ Դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինչ եք կարծում, ինչու է Նիկոլ Փաշինյանը թիրախավորում առաջին հերթին հայ առաքելական եկեղեցին։ Ես ներկայացնեմ հայ, եթե կարելի է իրեն։ Կներեք, ձեր հարցն էլ չլսեցի, որ մեկին պատասխանեմ, եկեք հերթով, հա։ Ձեր կարծիքով ինչու է Նիկոլ Փաշինյանը շարունակում բարբերաբար թիրախավորել հայ առաքելական եկեղեցին, չէ՞ որ հայ առաքելական եկեղեցին մեր ինքնությունն է։ Լիլիթ Բաղդասարյան, շնորհ ունեմ լինելու հայ եւ այստեղ պայքարում եմ հենց որպես հայ։ Տեսեք, հայ առաքելական եկեղեցին հայ ազգի հիմնասյուներից մեկն է։ Հայ առաքելական եկեղեցին է պահել հազարամյակներ շարունակ մեր ազգը կայուն, ինչպես եւ քայքայելով հայ առաքելական եկեղեցին կարող են հեշտությամբ կործանել մեր ազգը եւ մեր երկիրը։ Եվ սա արդեն վերջնագիծն է, ու ինձ թվում է Նիկոլը ստորացնում է հայ ազգին եւ փորձում է տեսնել միջև ուր մենք հանդուրժենք։ Ես դրա համար պետք չէ լռել այլևս վերջին սահմանագիծն ենք մենք ասել եւ չնայած որ չենք ուզում նայել իրականության աչքերին, բայց հետո ուշ կլինի։ Մեզ նեմեսիս պետք չէ, մեզ պետք է պայքարել ցեղասպանությունից առաջ։ Անդման կներկայացնեք նրան։ Ժողովրդի դեսպանն է, մենք ինքը նաև ակցիայի սկզբում ներկայացրեց այն բոլոր հանցագործությունները, այսինքն հանցագործություններից մի մասը միայն, որը Հայաստանի Հանրապետության վարչապետ կոչվածը արդեն իսկ իրականացրել է եւ շարունակում է ակտիվորեն իրականացնել։ Պարզապես սա սիմվոլիկ հուշում է, որ ժամանակն է մեղքերի քավության, ապաշխարանքի եւ դատվելու։ Եվս մեկ հարց, վերջերս 5 իրավապաշտպանների նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարության, որ խստորեն դատապարտում է Փաշինյանի նման խոսույթները, սակայն անիմաստ են համարում իրավական հաղորդում ներկայացնել, հաշվի առնելով մեր երկրի իրավական համակարգի մեղմ ասած վատ վիճակը։ Եթե մեր երկրի իրավական համակարգը այսքան վատ վիճակում է, ինչպես եք դուք պատրաստվում պայքարել եւ հասնել հաջողության։ Գիտեք, ես մի բան ասեմ, ժողովուրդը զորեղ է։ Եթե ամեն մեկը դուրս գա պայքարի իր ընկերներով, իր ընտանիքով, փոքր խմբով, մենք կհասնենք հաջողության։ Մենք քաղաքական ուժ չենք, քաղաքական նկրտումներ չունենք եւ չունենք միջոցներ, մենք պարզապես մեր սրտի խոսքը եւ մեր խիղճը հանգիստ լինելու համար, այսինքն ոչ թե հանգիստ լինելու համար, մեր խիղճը մեզ թույլ չի տալիս նստել տանը եւ հերթական անգամ Facebook-ում ստատուս գրել։ Ոչ, Facebook-ով չենք պայքարում, մենք Facebook-ով պարտվեցինք պատերազմը, հիմա Facebook-ով մենք կորցնում ենք Հայաստանը ամբողջությամբ։ Պետք է յուրաքանչյուրը դուրս գա, եթե մեր ազգի 0.2%-ը 5000 հոգի դուրս գա պայքարի, մենք կկարողանանք փոխել ամբողջ իրավիճակը։ Իսկ ձեր կարծիքով հայ առաքելական եկեղեցին պետք է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սահմանի մեծագույն պատիժը, այսինքն նզովքը։ Նիկոլը նզովքին արժանի է հիրավի, պարզապես ես ինքս ամենայն խոնարհումով մեր հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ինքս իրավունք չեմ կարող վերապահել ասել, թե նա ինչ պիտի անի, բայց ես շատ կուզեի, որ նզովեր, որտեղ ինքը ամբողջությամբ չարիքի մարմնավորումն է։ Շնորհակալություն։ Բացե